Օգոստոսի 28-ին Արմավիրի մարզի Առաջինատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի վաղաշաբաթի նստավայրում Գայագին II ամենայն հայոց կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 2 արքեպիսկոպոսների և 4 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործի դատական նիստն էր։ Դատավոր Սերժ Ռուշանյանը ևս հրաժարվեց քննել գործը։ Ըստ Ռուշանյանի, գործում նշված չէ ենթադրյալ հանցանքի, այն է Գերագույն հոգևոր խորհրդի նախկին եպիսկոպոս Արման Սարոյանին կարգալույծ անելու վեհափառի տնօրինության վայրը։ Մինչ գործը Երևան ուղարկելը դատավորը լսեց հանրային մեղադրողների և պաշտպանական կողմի կարծիքը։ Կողմերը համակարծիք էին, որ գործը քննվի վաղաշաբաթի նստավայրում, քանի որ հոգևորականների գրանցման հասցեն հենց այստեղ է։ Դատավոր Սերժ Ռուշանյանը այնուամենայնիվ որոշում կայացրեց գործը ուղարկել Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Դատարանը նշեց, որ ամենայն հայոց կաթողիկոսի մեղադրանքում տեղ գտած այս բացթողումը հարց է առաջացնում։ Երևանի դատարանը պետք է քննի գործի տարածքային ենթակայության հարցը և պարզի՝ արդյոք այն պետք է քննվի Արմավիրի մարզի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում։ Բոլոր դեպքերում դատավորների տեսակետից տեսնում եմ, որ դատավորները ինչ-որ առումով խնդիր են տեսնում իրենց այս գործը քննելու հարցում։ Սա մի կողմից դրական է, մյուս կողմից բացական, որ եթե այդ գիտակցությունը կա, ապա կարելի է ուղղակի արդար դատական ակտ կայացնել, որովհետև այսպես ասեմ, մենք օրինակ այս փուլում նախատեսել ենք միջնորդություն, որ այս փուլում կարճվի գործը։ Մեր հաջորդ քայլը դա է լինելու, որովհետև այս գործը նույնիսկ ապացույցների հետազոտման ճանապարհ չպետք է անցնի, այս գործը հենց այս փուլում պետք է կարճվի։ Դատական նիստի սկզբում մոտ 1 ժամ կողմերը քննարկեցին նաև նիստը դռնփակ թե դռնբաց անցկացնելու հարցը, քանի որ տուժող կողմ համարվող Արման Սարոյանը վտանգ էր զգում իր անձի հանդեպ։ Նա դեմ էր նաև նիստերին լրատվամիջոցների ներկայությանը։ Փաստաբան Արա Զոհրաբյանը ներկայացրեց, որ քանի որ գործն աննախադեպ է մի քանի առումներով և հանրային մեծ հնչեղություն ունի, ուստի կարևոր է լրատվամիջոցների ներկայությունը։ Փաստաբան Մարինե Ֆարմանյանը դատարանում նկատեց, որ Արման Սարոյանը հանրային պարծավանքը շփոթում է վտանգի հետ։ Դատավորը չբավարարեց Արման Սարոյանի նիստը դռնփակ և լրատվամիջոցների բացակայությամբ անցկացնելու միջնորդությունը։ Արման Սարոյանը արեստացին է բարձրացնում այդ հարցը, ես դատարանի առջև հենց այդ դիրքորոշումը հայտնելու հնարավորություն ունեցա, որևէ վտանգ նրան չի սպառնում, այլ նրա նկատմամբ տեղի է ունենում իրավաչափ հասարակական պարսավանք։ Իսկ այդ հասարակական պարսավանքը և հանրային հարթակներում է տեղի ունենում, և դատարանի առջև, և որտեղ որ ինքը հայտնվի, ես հստակ տեղեկացված եմ, որտեղ շատ անգամ ականատես եմ եղել, որ հանրությունը Արման Սարոյանի հակաիրավական, հակաեկեղեցական գործողությունների պատճառով նրան ենթարկում է հանրային պարսավանքի, իսկ նրա անձին հաստատապես որևէ վտանգ չի սպառնում։ Հետևաբար Արման Սարոյանի այդ դիրքորոշումը մտածածին էր, ինչը որ դատավոր Ռուշանյանի կողմից իրավաչափորեն այդ միջնորդությունը մերժվեց և ինչը որ արձանագրվեց, որ նրա նկատմամբ անվտանգության նույնիսկ միջոցի հարց չի կարող առաջանալ, հետևաբար Արման Սարոյանը ուղղակի հերթական, մերձիշխանական, այսպես կիսաբեմադրությունն է ներկայացնում։ Նկատենք, որ Մայրաթոռի հետ կապը խզելուց հետո Արման Սարոյանը իրավապահ մարմինների պաշտպանության ներքո է անվտանգության արտակարգ միջոցով։ Դատարան անգամ նրան ուղեկցում և ճանապարհում է ոստիկանական խումբ։ Նախորդ նիստին նա դահլիճ էր մտել դատավորի համար նախատեսված առանձնացված մուտքով։ Դատավոր Սերժ Ռուշանյանը չհիմնավորված համարեց քաղաքացի Սարոյանի կյանքին սպառնացող վտանգի մասին պնդումները։ Այդ հանգամանքը մենք արձանագրել էինք նախորդ դատական նիստի շրջանակներում, երբ որ մտանք պաշտպաններով նիստերի դահլիճ, ականատես եղանք, որ 3 դատախազներ և Արման Սարոյանը մուտք են գործում դատավորի մուտքի համար նախատեսված դռնից։
Այդտեղից արդեն մեզ մոտ իհարկե վրդովմունք առաջացավ, որ ինչով է պայմանավորված, որ դատավարության մասնակիցները նման տարանջատված, տարբերակված մոտեցման են արժանանում, հետևաբար այս դատական նիստից առաջ, երբ որ մենք մուտք գործեցինք դատարան պաշտպաններով, ականատես եղանք, որ պաշտպաններին շատ այսպես մանրակրկիտ զննում են, հրահանգներ են տալիս ձեռքի իրերը զնման սարքի տակով անցկացնել, առանձին զնման սարքն են մեր վրայով անցկացնում։ Իհարկե սա օրենքով նախատեսված գործողություններ է եւ դատական դեպարտամենտը լիարժեք իրավունք ունի անվտանգության միջոցառումներ իրականացնելու։ Սակայն սա չի կարող վերաբերել միայն պաշտպաններին եւ պաշտպանական կողմին։ Հետո ականատես եմ լինում, որ Արման Սարոյանը մուտք է գործում դատարան, իհարկե հանրային վրդովմունքը եւ հասարակական պարսավանքը լսելի էր դրսից, երևի այդպես քայլերը արագացրեց, շտապեց դատարան ու ուղիղ բարձրանում է դեպի դատական նիստերի դահլիճ։ Ստիպված ես ճանապարհը արգելափակեցի, պահանջեցի կարգադրիչներին, որ ինչպես որ պաշտպաններին, լրագրողներին եւ մյուս անձանց են զնության ենթարկել անվտանգության նկատառումներից ելնելով, այնպես էլ բարի լինի դատական դեպարտամենտը նույն գործողությունները իրականացնի ինչպես տուժողի, այնպես էլ դատախազների նկատմամբ։ Հիշեցնենք, որ մեղադրանքի հիմքում ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունն է, որով նա պաշտոնից ազատել է թեմի առաջնորդին։ Սարոյանը դատարանով պահանջել է վերականգնել իրեն եկեղեցական պաշտոնում։ Մայրաթոռի գերագույն հոգևոր խորհուրդը, որը նախագահում է ամենայն հայոց կաթողիկոսը, կարգալույծ է հռչակել եպիսկոպոս Սարոյանին եւ հենց այդ կարգալուծումն էլ մեղադրող կողմը որակել որպես դատական ակտի կատարմանը խոչընդոտում։ Բազմաթիվ իրավաբաններ, հայաստանյան ու միջազգային փորձագետներ, հայ եկեղեցու գահակալի եւ գերագույն հոգևոր խորհրդի անդամ եպիսկոպոսների դեմ հարուցված քրեական վարույթը որակել են հակասահմանադրական ու հակաիրավական գործընթաց եւ պետության ուղիղ միջամտություն կրոնական կազմակերպության հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ներքին կառավարման ու կրոնական կյանքին, քանի որ աշխարհիկ դատարանները իրավասու չեն քննել կրոնական կազմակերպության ներքին կառավարման հարցերը, նշանակել, ազատել կամ վերանշանակել հոգևորականների։ Մեղադրանքի կողմը փորձում է դռնփակ նիստի տանել եւ դռնփակ կարգով անցկացնել ըստ լրատվամիջոցների աչքից հեռու։ Մենք կարծում ենք, որ իրենք այս գործի ներսի խնդիրները չեն ուզում որ բացահայտվի, իսկ այս գործը շատ լուրջ խնդիրներ ունի։ Ինչպես գիտեք, ամենայն հայոց կաթողիկոսին մեղադրում են իր եկեղեցական կանոնական գործառույթը կատարելու համար։ Հոգևորականին կարգալույծ է հռչակել եւ դա համարվել է որպես դատական ակտի խոչընդոտում այն պայմաններում, երբ որ դա սահմանադրությամբ եւ օրենքներով պետության միջամտելու առումով փակ տարածք է։ Եվ հիմա մենք այսօր ականատես եղանք, որ դատավորը նույնպես չցանկացավ այս գործը քննել։ Մենք համաձայն չենք դատանի որոշման հետ, որովհետև մենք կարծում ենք, որ ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունը, քանի որ Էջմիածին քաղաքում է ընդունվել, ապա գործը պետք է քննվեր այս դատարանում։ Դատավորը այդ կարծիքը չուներ։ Մի կողմից սա խոսում է նաև նրա մասին, որ դատավորները բոլոր դեպքերում հասկանում են, որ սա խնդրահարույց գործ է, մի կողմից ուրեմն իրենց խիղճն է, ի վերջո արդարությունը, ճշմարտությունը, մյուս կողմից քաղաքական ճնշումը եւ այս առումով երևի թե այս ճանապարհն են փնտրել եւ գտել։ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ բարձրաստիճան 6 հոգևորականների գործը քննող առաջին դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ էր հայտնել օգոստոսի 7-ին։ Դեռևս պարզ չէ, թե դատավոր Սերժ Ռուշանյանի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան ուղարկված գործը երբ եւ ում կհասնի։ Լուսինե Բալյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։